Ինչ վերաբերում է իշխանությունը, ինչ քայլեր է անում, չի անում, ակնհայտորեն իշխանությունը տնտեսության հարցում անհրաժեշտ քայլերը չի անում, դա բոլորն են ասում, դա եւ որքան կարելի է դրա մասին խոսել, տեսեք, մենք շատ պարզ դիլեմայի առաջ ենք կանգնած, ինչու Հայաստանի Հանրապետությունը դուրս չի գալիս հապկից, չէ՞ որ հապկից դուրս գալը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալու ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրեր կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նույն Ֆրանսիայի հետ, որի հետ ունենք առանձնաշնորհյալ հարաբերություններ, Կիպրոսի հետ, Հունաստանի հետ, ինչու ոչ նաև Կիպրոս, Հունաստան, Հնդկաստան ալյանսի կայացման համար, բայց մենք անverջ կարճել ենք այդ հապկից, մենք կարճել ենք ԵԱՏՄ-ից ու պարբերաբար Ռուսաստանից, այսպես ի հայտ են գալիս տարբեր դասախոսներ ճակերտավոր, որ մեզ բացատրում են, դե գիտեք, ինչ դուք գնում եք ԵՄ, բայց հնարավոր չի համատեղել ԵՄ-ն, ով ասաց, որ հնարավոր է համատեղել։ Ով ասեց։ ԵՄ-ն ունի իր կանոնադրությունը, ԵԱՏՄ-ն ունի իր կանոնադրությունը, կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը բոլորն այնքան տառաճանաչ են, որ կարողանում են այդ կանոնադրությունները կարդալ, համադրել ու հասկանալ հնարավոր է համատեղել, հնարավոր չի համատեղել։ Դրանք զուտ քաղաքական խնդիրներ են։ Այո, որովհետև նույն այդ Գալուզինը, որ այսօր դարձյալ այդ հիշեցումն է արել, նույն այդ Գալուզինը ոչ թե դա է շեշտադրել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար դժվարություններ կլինեն եւ այլ ոչ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է գիտակցեն, որ ԵՄ-ն եւ Ռուսաստանի Դաշնությունը անհաղթահարելի տարաձայնություններ ունեն։ Այսինքն այստեղ զուտ քաղաքական խնդիր է, չկա տնտեսական խնդիր, կա զուտ քաղաքական խնդիր։ Հիմա ո՞րն է լինելու մեր քաղաքական ընտրությունը, ո՞րն է լինելու մեր քաղաքական պատասխանը։ Տեսեք, խորհրդարանը ընդունեց Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Ու ինչ, որը պետք է լինի շարունակությունը։ Հարց է, չէ՞։ Այդ հարցի պատասխանից կբխի այդ հարցի պատասխանը, եթե տրվեր, տարատեսակ Գալուզիններ, Պեպիսկովներ, չգիտեմ, Զախարովաներ եւ այլ պարոնայք ու տիկնայք նման հայտարարություններ այլևս չէին հնչեցնի Հայաստանի Հանրապետության հասարակության նյարդերը սղոցելով։ Տիկին Ադամյան, ասացիք Հայաստանը պետք է հասնի միջազգային ճնշման Ալիևյան ռեժիմի վրա, որպեսզի նա համաձայնի խաղաղության պայմանագիր ստորագրել։ Հիմա Թրամփը Նովրուզի կապակցությամբ շնորհավորում է Ալիևին, ողջունում ձեռնարկած քայլերը երկու կողմի խաղաղության հաստատման ուղղությամբ, բայց դրանից հետո մենք ինչ ենք տեսնում։ Կրակել են մեր սահմանների ուղղությամբ, խնածախի ուղղությամբ, վնասել են մշակույթի տունը, չեն ընդառաջ գալիս Հայաստանի այդ կրակոցների հետաքննության մեխանիզմ ստեղծելու համատեղ առաջարկին, այսինքն նրանք դա չեն ընդունում։ Հիմա կարող ենք ասել, որ անգամ Թրամփը չի կարողանում ազդել այս ռեժիմի վրա։ Կարծում եմ մենք վաղուց պետք է ձերբազատված լինեինք այն միամիտ ընկալումներից, որ Դոնալդ Թրամփը անձամբ պետք է զրահաբաճկոն հագնի ու գա կանգնի մեր սահմանին, որ Ադրբեջանը կամ չգիտեմ ով չկրակեր, չկա նման բան։ Այդ դեպքում միջազգային ճնշման, ինչպես ենք ասում, եւ ինչ է նշանակում միջազգային ճնշում։ Ադրբեջանը շատ մեծ առավտուր է սկսել եւ Դոնալդ Թրամփի հետ, եւ Եվրամիության հետ, եւ Չինաստանի հետ։ Ադրբեջանը տարածաշրջանում փորձում է նույնիսկ Թուրքիայից առաջ անցնել, նույնիսկ այն դերը խաղալ, որ ժամանակին խաղացել էր ու դեռ փորձում է շարունակել խաղալ Էրդողանը։ Ալիևը փորձում է միջնորդ դառնալ Թուրքիայի ու Իսրայելի միջև։ Եկեք հասկանանք այդ գլոբալ խաղը։ Եկեք հասկանանք, թե ինչ կարող է Ադրբեջանը առաջարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ինչ կարող է Հայաստանը առաջարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ գործարք բառը փոխարինել է քաղաքականություն բառին։ Հիմա մենք ունենք գործարքի առարկա, ունենք տարբերակ։ Մենք գտնում ենք, որ ունենք բազում տարբերակներ, որոնք կարող ենք ներկայացնել թե լոգիստիկայի առումով, թե հանքահունքային ռեսուրսների, այդ հազվագյուտ մետաղների, որ հիմա չգիտես ինչի դարձել են շատ կարևոր, իհարկե լավ էլ գիտենք թե ինչի, դարձել են շատ կարևոր քաղաքական առևտրի թեմա։ Ռուսաստանն ասում է, եկեք տարեք, ինչ ուզում եք արեք, Արկտիկ անել ձեզ, եկեք տարեք։ Չինաստանը արգելակում է իր բազմամետաղների ընդհանրապես արտահանումը։
Ուկրաինան մեկ համաձայնում է, մեկ անվտանգության երաշխիքներ է պահանջում իր բազմամետաղների համար։ Ունի Հայաստանը այդ բազմամետաղները, իհարկե ունի։ Այսինքն, քանի դեռ մենք այդ առաջարկները չենք արել, գործարքները համապատասխան չեն կնքվել, մենք մոռանում ենք միջազգային հանրության եւ միջազգային ճնշման մասին։ Եթե միջազգային հանրություն ասելով հասկանում եք միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները, դուք պետք է աշխատեք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը շատ սերտ պիտի աշխատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Կա այդ աշխատանքը, կարծում եմ կա։ Արդյունքների հասել է, կարծում եմ բավարար չի եղել արդյունքների հասնելու համար։ Համենայն դեպս եկեք արձանագրենք նաև իրողությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ տոկոսադրույքների պատերազմ էր հայտարարել ամբողջ աշխարհին եւ այդ պատերազմը 3 ամսով կասեցրեց, Հայաստանի համար պահպանել էր բազային տոկոսադրույքը, այսինքն 10%-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր իշխանությունը նախորդ իշխանության օրոք կնքված խարտյան չբեկանեց ի տարբերություն բազում այլ համաձայնագրերի, որոնք բեկանվել էին։ Քանի հայտարարություններ են այս ընթացքում հնչել թե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, թե այլ պաշտոնյաների կողմից խաղաղության համաձայնագրի կնքումը արագացնելու համար։ Չեք կարծում, որ այդ հայտարարությունները կանխել են Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ գործողությունները։ Չեք կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս հարցով աշխատում է նաև Թուրքիայի հետ եւ գործնականում այս պահին թե Էրդողանը, թե Թուրքիայի ամբողջ իշխանությունը շահագրգռված է, որ այդ համաձայնագիրը հնարավորինս արագ կնքվի, որովհետև դա խոչընդոտում է Թուրքիայի տնտեսական զարգացմանը։ Կնքվի Ալիևի պայմաններով, որովհետև Էրդողանն ասում է, ցանկանում է Թուրքիան տեսնել, որպեսզի տարածաշրջանում խաղաղության ճարտարապետը լինի Ադրբեջանը։ Իսկ դուք ինչպես եք պատկերացնում, որ Էրդողանը ուրիշ հայտարարություն անի։ Դա չի նշանակում, որ կնքվի Ադրբեջանի կամ Թուրքիայի պայմաններով։ Բացարձակապես այդ նշանակությունը չունի, եկեք քաղաքականության այդքան միտակ վերաբերմունք չունենանք եւ չհավատանք այն բոլոր հայտարարություններին բառացի, որ հնչում են, որովհետեւ բոլոր այդ հայտարարությունները նաեւ նպատակ ունեն քողարկելու այսբերգի չերևացող կողմը։ Եկեք հաշվի առնենք այս ընթացքում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրանի Իսլամական Հանրապետություն բանակցությունները, ինչքան տարբեր տեսակետներ էին հնչում։ Ասեք հունվարից սկսած Հայաստանի Հանրապետության ներսում որոշակի ուժեր անverջ հասարակությանը սարսափի էին մատնում ամեն օր պատերազմ սկսվելու նոյեմբերի 9-րդ կետը օր առաջ ընդունելու, Մեղրիմիջանցքը բացելու, չգիտեմ ինչեր անելու համար, որովհետև վաղը մյուս օրը սկսելու է պատերազմ, Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածելու է Իրանին, Ադրբեջանը առիթից օգտվելու է, մտնելու է միջանցք վերցրեց, եթե Ինչպես դուք եք ասում, բառացի հավատանք բոլոր հայտարարություններին։ Ոչ, չվերցրեց, չի էլ վերցնելու։ Ու շատ մեծ հարց է, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը կգնան առճակատման, կարծում եմ, որ ոչ, որովհետեւ ոչ մի կողմի շահերից էլ այդ առճակատումը չի բխում։ Ոչ Իրանի, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ոչ էլ տարածաշրջանի, ոչ էլ այն խաղի, որ Դոնալդ Տրամպը սկսել է ամբողջ աշխարհի հետ, որովհետև Չինաստանին դիմակայելու համար, որը իր համար գերխնդիր է, իրեն պետք է ոչ միայն Ռուսաստանը Չինաստանից կտրել, այլև պետք է ոչ միայն Հնդկաստանի վրա է պետք է հենվել, այլև պետք է այս տարածաշրջանում լոգիստիկ ուղիղ անցուղի ունենալ։ Ինչ է կարծում, պլան B ունեն Ադրբեջանը եւ Ռուսաստանը այդ Իրանի դեմ հարձակումը եթե չի լինում, այսինքն նրանց պլանները, որ այդ հարձակման դեպքում կարող էին օգտվել առիթից եւ միջանցք վերցնել, հիմա դա եթե չի լինում, իրենք պլան B ունեն միջանցք։ Ես կարծում եմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի պլան A, B, G, D այդ բոլոր պլանները մի իդեա ֆիքս են։ Վերցնել Մեղրիմիջանցքը։ Հենց դա եմ ասում, ինչպես վերցնել, եթե Իրանի վրա հարձակումը չի լինում եւ իրենք հարմար առիթ չեն ունենում։ Թե Իրանի վրա հարձակումը չի լինելու, թե Հայաստանի Հանրապետությունը այս պարագայում տեղի չի տալու, սա միանշանակ է։ Եվ տեղի չի տալու հենվելով թե սեփական ուժերի վրա, թե միջազգային հանրության աջակցության վրա։ Սա միանշանակ է այս հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առումով ի տարբերություն բոլոր մյուս հարցերի, որոնք չեն լուծվում, արդեն համարեք լուծված, որովհետև Մեղրիմիջանցք իբրև միջանցքային տրամաբանությամբ չի լինելու է ճանապարհ,
թե երկաթուղային, թե ավտոմոբիլային, թե բեռնատարների, թե ուղևորների փոխադրումների համար ճանապարհ լինելու է, միջանցք չի լինելու։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանը կարծում եմ նաեւ հաշտվել են այս իրողության հետ։ Եվ եթե պարբերաբար ինչ-որ հայտարարություններ հնչեցնում են, եթե փորձում են խաղաղության համաձայնագրի ստորագրման նաև առանցք դարձնել այդ միջանցքային տրամաբանությունը, դրանք ատավիզմներ են։ Պարզապես հերթական փորձ են պատրվակ ինչ-որ բան չանելու։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը վաղուց կարծում եմ այդ իրողության հետ հաշտվել է։ Հաշտվի թե չհաշտվի, դա չի փոխվելու։ Սա է խնդիրը։ Զորավարժությունները այս առումով ինչ-որ մեսիջ ուղարկեցին այդ կողմերին, ինչ եք կարծում։ Շատերը համարում են դա ուղիղ մեսիջ Ալիևյան ռեժիմին, հայ-իրանական անցկացված։ Դա գիտեք, հայ-իրանական զորավարժությունները շատ ունիկալ զորավարժություններ են, որովհետև կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում էր, դրանք նույնիսկ դժվար է համատեղ զորավարժություն անվանելը, դա թերևս համաժամանակյա զորավարժություն էր, ոչ թե համատեղ, եւ իհարկե բոլորին էլ ուղարկված մեսիջ էր, ինչու ոչ։ Ինչու ոչ։ Համենայն դեպս եթե Ադրբեջանը ինչ-որ իր համար ինչ-որ կետերի պատասխաններ գտավ ու փորձեց արդարանալ, Ադրբեջանի լրատվամիջոցներում լայնորեն շրջանառվում է այն տեսակետը, որ դե ինչ ունիկալ զորավարժություններ չէին Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք էլ ենք նման զորավարժություններ անցկացրել, դա որևէ երկրի դեմ ուղղված չի։ Ես կարծում եմ, որ այդ զորավարժությունները այն խնդիր է, որ իրենք իրենց առաջ ունեին, լուծեցին ու եթե զորավարժությունների մասին է խոսքը, Հայաստանի Հանրապետության համար շատ ավելի կարևոր է զորավարժություններ անցկացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետության հետ նույնիսկ համատեղ զորավարժությունների պարագայում մենք չենք լուծելու այն խնդիրը, որ դրված է մեր բանակի առաջ դառնալ 6-րդ սերնդի պատերազմ վարելու ունակ բանակ։ Այդ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ մենք այդ հարցը կարող ենք լուծել։ Եվ մեր խնդիրն է, այո, թե մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, թե Հայաստանի տարածքում նման լիարժեք զորավարժություններ անցկացնել, այլ դա շատ կարևոր խնդիր է, որը կմեծացնի Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը։ Տիկին Ադամյան, հիմա շատ զգայուն եւ ցավոտ խնդրի ենք անդրադառնալու, արցախցիների բողոքի ակցիաները շարունակվում են։ Այսօր պահանջագիր են ներկայացրել թե Արդարադատության նախարարություն, թե Գլխավոր դատախազություն։ Արդարադատության նախարարություն ներկայացված պահանջագրի կետերից են գերիների վերադարձի ուղղությամբ եւ Արցախ վերադառնալու հարցի ուղղությամբ քայլեր ձեռնարկել, Գլխավոր դատախազությունից պահանջում են, որ իրավապահները ընթացք տան արցախցիների նկատմամբ ատելության քարոզին եւ պատժեն ատելություն տարածողներին։ Ինչպես է գնահատում արցախցիների այս բողոքի ակցիաները, սրանք որքանով են քաղաքական, որքանով են իսկապես խնդիրներից դրդված, որոնց բախվել են արցախցիները Հայաստանի տարածքում։ Իսկապես զգայուն հարց է, իսկապես շատ ցավոտ հարց է։ Համենայն դեպս այնքան ցավոտ, որ ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, ասեմ ինչու։ Գիտեք, ինձ համար մինչև այսօր մնում է շատ մեծ պարադոքս, թե ինչպես արցախցիները 3 օրում հեռացան Արցախից։ Դա ինձ համար իսկապես պարադոքս է։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, սա կրկնում եմ, որպեսզի կանխեմ պատերազմի վերաբերյալ ձեր տրամաբանական հարցը։ Հայրենիքեր չէ, հողեր չէ, տուներ չէ, նախնիների շիրիմները ինչ է, կար չէ այդ ամեն ինչը, ու մխում է չէ այդ ամեն ինչը մեր, բոլորիս, ոչ միայն Արցախից հեռացածների, բոլորիս սրտում, որտեղ բոլորիս սրտում կա եռաբլուրը։ Այ դրա համար ես այս հարցին շատ ցավով եմ պատասխանում, նույնքան ցավով եմ այս հարցին պատասխանում, որովհետև այսօր ձեր այդ նշած ակցիաների ընթացքում ի հայտ եկան այն մարդիկ, իբրև մեկնաբաններ, իբրև լրատվամիջոցների հարցերին պատասխանողներ, որոնք կանգնած են բույնես շարժման հիմքում։ Եվ այդ մարդիկ իրենց հարցազրույցներում ապացուցեցին, որ շարժումը բացարձակապես Արցախին ու արցախցիներին չի վերաբերվում, որ Արցախին ու արցախցիներին փորձում են ներգրավել հեղաշրջման իրենց փորձերի մեջ, այդ դա ամենացավալին է, որովհետև եթե անգամ հեղաշրջումը հաջողվի, իսկ դա երբևէ չի հաջողվի, Արցախն ու արցախցիների հարցի լուծման որևէ տարբերակ իրենք չունեն, պարզապես չունեն։
Տեսեք, իշխանությունը արցախցիների սոցիալական հարցերը լուծելու փաթեթ տարբերակ առաջարկեց։ Այսինքն սոցիալական բովանդակությունը այս բողոքներից դուրս եկավ։ Ընդունելի է, ընդունելի չի, դա քննարկելի է։ Կարելի է բանակցել, ինչ-որ բաներ փոփոխել։ Եվ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը առաջին իսկ օրից ասում էր, որ ճիշտ կլինի, որ իշխանությունը այդ սոցիալական աջակցության փաթեթը եւս կես տարով կամ 1 տարով երկարացնի։ Իշխանությունը այս կամ անկերպ լսեց, ինչ-որ տարբերակով լսեց մեր առաջարկը եւ արեց իր քայլը։ Ու ինչ ստացանք։ Սոցիալական բովանդակությունը դուրս է գալիս, մնում է քաղաքական բովանդակությունը։ Ես շատ կուզեի այդ նույն բեմահարթակներում, վրաններում, չգիտեմ որտեղ հարցազրույցներ տվողներից ստանալ մի քանի հարցի պատասխան։ Առ այն, թե ոնց են իրենք պատկերացնում այսօր արցախցիների Արցախ վերադարձը։ Ոնց։ Շատ կուզեի իմանալ, ինչպես։ Եթե վերադառնալու են այս պայմաններում, ինչու հեռացան։ Եթե վերադառնալու են պահանջելով միջազգային երաշխիքներ կամ միջազգային խաղաղապահներ, ինչու էին մերժում միջազգային խաղաղապահների Դոնալդ Տրամպի սկանդինավ խաղաղապահների տեղակայումը Արցախում, ինչու էին ասում, որ իրենք սկանդինավեր են, չգիտեն, իրենք ռուսներին էին ուզում, ինչու ապավինեցին ռուսներին եւ ինչու են առ այսօր ենթարկվում Կրեմլի թելադրանքներին, ինչու են դարձել Կրեմլի վկաներ։ Այս հարցի պատասխանը ես կուզեի արցախցիներից ստանալ։ Այսինքն բուրգի վերևում ամենագլխավոր տեղում ուղղորդող հոսանքները գալիս են Կրեմլից։ Միանշանակ, դա կարծում եմ, գիտեք, դա չտեսնելու համար պիտի ոչ միայն աչքերդ փակես, այլև ականջներդ պիտի փակես, որովհետև զուգահեռ հնչում են տարբեր հայտարարություններ թե Կրեմլից, զուգահեռ հնչում են այստեղ հայտարարություններ իշխանափոխության տարբեր առումներով, տարբեր ասպեկտներով, բացարձակապես ասում եմ ձեզ, հակաարցախյան է արցախցիներին այս շարժման մեջ ներգրավելը։ Ես շատ ցավով եմ դա ասում, որովհետև ինձ համար իսկապես ես կարծում եմ ոչ միայն ինձ համար, ցանկացած հայի համար խոր ցավ է Արցախի կորուստը։ Ու մենք այդ կորուստը վերադարձնելու մասին պիտի մտածենք։ Մենք պիտի մտածենք Արցախ վերադարձնելու ու Արցախ վերադառնալու մասին։